այս առումով այնքան մեծ գործ եք անում, բայց գնահատել, հասկանալ եւ արժեվորել այն, ինչ որ դուք անում եք պետության համար, սերունդների համար, եզակիները երևի թե կարող են, բայց ես մեծ հույս ունեմ, որ իրենց զավակների բարոյական, ազգային, ակադեմիական, ինքնագիտակցության, զարգացման մասին մտահոգ մարդիկ պետք է ջատագով լինեն եւ կանգնեն ձեր կողքին, որպեսզի այս գործընթացը ստանա հանրային արձագանք։ Եթե անձի վրա է հիմնվում մի գործընթաց, որը համակարգային խնդիր է, շատ հեշտ է անձին հոգնեցնել, հա, կամ ասենք հաղթել, այսպես ասած, անտարբերությամբ, բայց երբ հանրությունը խորապես գիտակցի եւ արժեվորի դասագրքի դերը սերունդի ինքնագիտակցության, գիտակցության, դաստիարակության հարցում, ես մեծ հույս ունեմ, որ կկանգնի ձեր կողքին եւ աջակից կլինի, որպեսզի դուք այս պայքարը մենակ չտանեք։ Ես տեսնում եմ, ես կուզենայի մի ավելացում կատարել։ Ինչքան ցավով եք դա խոսում, ինչքան ցավ կա ձեր ամեն մի նախադասության մեջ, ինչքան տառապանք կա այդ ամենի մեջ։ Ես ուզում եմ ոչ թե բովանդակությունը հանրությունը տեսնի, այլ ձեր ցավը տեսնի, որպես փոխանցվի որպես պաշտպան, ձեր ցավից վարակվի, ուղղակի վարակվի, հասկանա ինչի մեջով եք այս ամենի։ Ձեզ ընդհատեմ, հիմա մեր հիմնական բովանդակային մասը երևի լրացրեցինք, բնական է շատ զգայուն թեմաներ են, որ բոլորս եք ուզենա։ Պարոն Ռաֆայել, ես մի քանի ավելացում պետք է անեի մոտ 3 նախադասություն ամփոփիչ մասով։ Այո, մի նշում անեմ, ամփոփիչ մասից հետո նաև խնդրում եմ մեզ հնարավոր ուղեցույց, ուղենիշ տվեք, որ օրինակ ծնողները, որոնք որ շատ կրթված չեն, տեղեկացված չեն իրավական կողմերից, ինչ քայլեր կարող են ձեռնարկել, որ մի քիչ ավելի սենց ուշադրությունը գրավեն համապատասխան մարմինների, որ ավելի լավ վերահսկեն թե գրքերի որակը, թե կրթության որակը, ինչ առաջի պարզ քայլեր կարող են անել, որպեսզի դա իրագործեն։ Խնդրեմ ձեր Ես կարծում եմ յուրաքանչյուր ծնողի, յուրաքանչյուր մասնագետի քաղաքացիական պարտքն է բարձրաձայնել դասագրքերում առկա խնդիրները, հա, որոնք որ անընդհատ հանրային լրատվական դաշտում կիրազեկեն, թե ինչ խնդիրներ կան իրականում, ինչի հետ են առնչվում։ Օրինակ ես այսօր աշխատում եմ երեխայի հետ, 3-րդ դասարանի երեխայի հետ, որը չի ուզում գնալ դպրոց, որը շատ լավ սովորել է, շատ սիրում է դպրոցը, ոչ մի խնդիր չունի իրականում, բայց չի ուզում գնալ դպրոց, որովհետև 3-րդ դասարանում շրջակա աշխարհի դասագրքի եւ թվային գրագիտության դասագրքի բովանդակությունը այնքան բարդ է, որ երեխան չի յուրացնում, չի հասկանում, իսկ իրենից պահանջում են անդադ վերարտադրել, պատմել, վերարտադրել այդ դասագրքի նյութերը։ Եվ երեխայի մոտ դեմոտիվացիա է առաջանում, չի ցանկանում գնալ դպրոց։ Այսինքն հոգեբանական խնդիր է առաջացել զուտ դասագրքի բովանդակության անմատչելիության պատճառով, տարիքային անհամապատասխանության, ոճային անհամապատասխանության պատճառով։ Եվ այս երեխան եզակի չէ։ Հաջորդ հաճախորդը նորից գալիս է նույն խնդրով, չի ուզում գնա 2-րդ դասարանի երեխան։ Մի քիչ խորանում ես, հասկանում ես դասագրքերի բովանդակության խնդիրները։ Մեզ պետք է ծնողները այս հարցերը, այս խնդիրները բարձրաձայնեն հանրային դաշտում, որպեսզի դա արձագանք ստանա։ Դա մեկ բան, որ կարող են անել ծնողները, հա, չլռել այդ հարցերը, որտեղ դա վնասում է ոչ միայն իրենց երեխային, այլ համընդհանուր լռության դաշտը ստեղծում է արխայնության, անտարբերության մթնոլորտ, հա, դա նշանակում է խնդիր չկա։
բայց պետք է խոսել։ Չեմ ասում ինչքան տառասխալներ, բովանդակային սխալներ կան, դրանք կարելի է բարձրաձայնել անընդհատ եւ դա լցնի ինֆորմացիոն դաշտը, որպեսզի մենք փորձագիտական եզրակացություններով կարողանանք նաեւ որոշակի ճնշում գործադրենք հանրային այս առումով։ Հակաազգայնական բովանդակությունների վերաբերյալ բարձրաձայնեն մասնագետները, որ դա եւս շատ կարեւոր է պետական անվտանգության առումով, քաղաքացիական գիտակցության ձևավորման առումով, եւ նաեւ հետևեն պարոն Սեմյոն Բաբայանի հայտարարություններին, երբ որովհետեւ դատական process է լինում, դա լինի հանրային, ոչ թե մեկ անձի պահանջ, այլ լինի հանրային պահանջ, այսինքն կանգնել այս անձի կողքին զանգվածներով շատ մարդկանցով։ Այո, իհարկե, դա շատ կարևոր է, ասենք զարգացում, որ մասնագետներ լինեն դատարաններում, որպեսզի կարողանան խոսել այդ դասագրքերի խնդիրների վերաբերյալ, օրինակ ես անձամբ պատրաստվում եմ մի քիչ անձնական խնդիրների պատճառով չէր ստացվում ներկա լինել, բայց պատրաստում եմ եւս մասնակցել հաջորդ դատերին եւ որպես փորձագետ եւ որպես քաղաքացի եւ որքան շատ լինեն մտահոգ մարդիկ կանգնած պարոն Բաբայանի կողքին, ես կարծում եմ ավելի մեծ հանրային արձագանք կստանա այս խնդիրը եւ գուցե պատասխանատուները ավելի այսպես իրենց վրա վերցնեն, հա, իսկապես այդ պատասխանատվությունը ոչ թե հա դե լավ կլինի, դժվար կլինի, բայց կլինի, էլի կանցնի, ոնց որ ասած հիմա կհոգնեն, կլռեն, ինչպես անում են բոլոր գործընթացներում այս պահին։ Մենք այդ նույն խնդրի առաջ կանգնած ենք, թե ուսուցիչների ատեստավորման գործընթացի հետ կապված, որը մի առանձին բլոկ է, թե դասագրքերի հետ կապված, թե չափորոշիչների, թե գնահատման խնդիրների հետ կապված, այսպես տակից խոսում են մարդիկ, բայց ոչ ոք չի լսում, հա, իրենց եւ իրենք ականջալուր չեն լինում այդ խնդիրների լուծմանը, արդյունքում ունենում ենք այն, ինչ որ ունենք, բայց երբ խոսում են, ասում են ամեն ինչ շատ լավ է մեզ մոտ, ոչ մի խնդիր չկա, հա, նորմալ է, որ կան խնդիրներ եւ դրանք կարող են լինել, մենք այդ խնդիրներին վերաբերվում ենք որպես ոչ խնդիր, հա, այսպեսի իրավիճակում ենք մենք այս պահին եւ դա, չգիտեմ, նախկինում մի քիչ գոնե մասնագետներին տեղ էին տալիս աշխատանքի ժամանակ, մասնագիտական որակ կար մի քիչ, հա, գործընթացներ։ Հիմա առհասարակ այդ որակն էլ չկա մասնագիտական ու մի այլ տեսակ քաոսի վիճակ է, ոնց որ անգլուխ ձիավորի նման թափառենք այս խնդիրը լուծելու այն խնդիրը, բայց ճանապարհը չգտնենք, էլի այսպես է ստացվում։ Եթե թույլ տաք եզրափակիչ մասով ես ամփոփեմ նաև խնդրի լուծման մասով, պարոն Ռաֆայելի ասաց, եւ միանգամայն ուզում եմ ավելացում կատարեմ իմ մասով, իհարկե վարակիչը այն ապրումների, որ ես արդեն մոտ 3 տարի ապրում եմ եւ 1 տարի գնում է դատական process-ը իմ ռեսուրսի առողջական, ֆինանսական եւ այլ ռեսուրսների վատնումով, Ժորժ ջան, ինձ թանկ են մեր բոլոր հայ երեխաները, բայց ես չեմ համարում, որ ես միակն եմ այդ շահառու անձը կոպիտը հնչում, հա, ընդամենը ասեմ, որ վարակելով ինձ համար շատ կարևոր է, որպեսզի այս խնդիրը, որպես լինելով զինվորական, ես ոչ լրագրող եմ սրա մասին, խոսամ ուղակի մի 10 օր սրա մասին խոսան, հա, բոլորի, ասենք, բերանից դուրս գա այս խնդիրը, հետագայում դուրս գա, որ մաշտոցը չկար դասագրքի վրա, հա, ու երկար մաշտոցի վրա խոսան, Ժորժ ջան, մաշտոցը դա այսբերգի երևացող կողմն է, ավելի ահավոր բաներ կան դասագրքերում, այն ինչ որ դուք տեսնում եք արտաքին ազդակներով շոշափում եք, շոշափելը ես
ի նկատի ունեմ աչքերով, այլ բաներով շոշափում եք, իրականում շատ վտանգավոր բաներ կա, որը վերաբերվում է հենց ձեզ եւ հենց ձեր երեխաներին, հա, մեր պետությանը, մեր ինքնությանը, մեր պետականությանը եւ եթե մենք ուղղակի անտարբեր ենք մենք անցնում, վաղվա նախարարը եւս կարող է ասի, որ այն օրը առա 5 լիտր բենզինը 1 լիտրը արժեր 520 եւ վճարեցի 1100 դրամ։ Այո, մենք այդպիսի նախարարների ենք միգուցե արժանի, որը 5 անգամ 520 ստանում է 1100, հա, ադրբեջանական բենզինի հաշվարկը։ Երկու անգամ Չէ, ես չեմ անձնավորում տվյալ դեպքում, մեկ ասում են, հա, ֆինանսների նախարարը սենց լավ հաշվարկներ է անում, հա, վաղը մյուս օր կարող է այդ ֆինանսների նախարարը պրոֆեսոր Երևա, այն ինչ որ մենք վաղը կստանանք, այն սերունդը որ վաղը կլինի, այս դասագրքերով։ Ես մեկ երեխայի 4 դասարանի մաթեմատիկան եմ ուզում հասկանամ եւ չեմ հասկանում ինչի հետ է կապված այդ դինամիկան, այդ դիալեկտիկ խնդիրը կամ դիդակտիկ խնդիրը, որը կա այդ առարկայի մեջ, չեմ հասկանում։ Մաթեմատիկան պետք է սովորեն բուդի, ադիբուդիներով, ինչի մասին։ Դե ադիբուդին եւ նախարարը ասի, որ դա նորմալ է։ Մենք չենք անձնավորում, որովհետեւ հիմա սկսեմ եւ ավարտեմ իրավական հիմնավորումներին բողոքարկման համար տարբեր առարկաների շուրջ, որ իրավական հիմնավորումը հետեւյալն է. Սահմանադրությունը, մասնավորապես 36-րդ կետը, պատշաճ կրթություն ստանալու իրավունքը, որը երեխայի համար է, իսկ որի ապահովող գործոնը պետք է լինի ծնողը։ Ծնողը իրավունք ունի պահանջել եւ պարտադրել, որպիսի լիազոր մարմինը նորմալ պատշաճ կրթություն մատուցի, հա։ Հաջորդը հանրակրթության մասին օրենքը, կրթության մասին օրենքը, մասնավորապես իրավական ակտը 20N հրամանի 7-րդ կետը ասում է, որ դասագիրքը պետք է համապատասխանի պետական չափորոշչին, հա։ Իսկ չափորոշիչը պետք է չլինի ընդհանրական, նա պետք է լինի կոնկրետ, ինչպես ֆիզիկան է, քիմիան է, բոլոր առարկաները կոնկրետ են, նաև պատմությունն է կոնկրետ։ Հաջորդը 3-րդ կետը, որը կուզենայի բարձրաձայնել, եթե ցանկանում ենք բողոքարկել դասագրքի արկայությունը, պետք է հիմնվել այս կետերի վրա, եթե գիտականորեն ապացուցվում է, որ փաստերը խեղաթյուրված են, հա, գիտականորեն հենքերը, ապա դա նշանակում է մի բան, որ փորձաքննությունը կատարվել է կեղծ կամ թերի։ Ուրեմն շնորհակալություններ հայտնեմ բոլորին մասնակցելու համար, մեզ լսողներին էլ խնդրում եմ մոտեցեք, արտահայտեք, ուրեմն մենք կտանք իմեյլները համապատասխան մարդկանց, խնդրում եմ բարձրաձայնեք ձեր մտահոգությունը, ձեր ուրեմն աջակցությունը Սիմոն Բաբայանի շատ դժվար մեծ նախաձեռնության համար, որ ինքն էլ իմանա, որ ինքը մենակ չի, որ մեզ նայում են 100,000-ից ավելի մարդիկ են նայում, մոտավորապես 60-70 պետությունների